Պարոն Խաչիկյան, դուք վերջին օրերին Facebook-ում գրառումներ եք անում ու նաև համապատասխան հղումներ տեղադրում եւ նշում, որ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանում վճարել է լրատվամիջոցներին, բլոգերներին, տարբեր հասարակական կազմակերպություններին։ Իհարկե սա գաղտնիք չէ որպես այդպեսին, ուղղակի դուք նշում եք, որ վերջին 6 ամսում ծախսվել է 247 միլիոն դոլար։ Դուք ինչ խնդիր եք այստեղ տեսնում, հատկապես այն պարագայում, երբ USAID-ն նշում է, որ դա ԶԼՄ-ների զարգացման ծրագրի շրջանակում է արվում, որպեսզի տվյալ երկրում նպաստեն անկախ լրատվամիջոցների առաջխաղացմանը։ Դենախ թվերի մասին, ես թվերը դեռ շարունակում եմ հետազոտել եւ իմ գործընկերներն են սա հետազոտում, սա մեզ համար ուղղակի ցնցող մի բան էր։ Չնայած մենք գիտենք իհարկե, որ արտասահմանից այդ գրանտերը գալիս են Հայաստան եւ տասնյակ լրագրողներ այդ գրանտերը ստանալով, այսպես ասած, մեր ժողովրդի խելքը լվանում են, այսինքն մեզ սովորեցնում են, որ մենք պետք է հանձնենք Ղարաբաղը, որ մենք պետք է բոլոր մեղքերը պետք է դնենք Ռուսաստանի վրա, Ռուսաստանն է մեղավոր, պետք է ատենք Ռուսաստանը, պետք է ատենք ղարաբաղցիներին, պետք է սիրենք թուրքերին, որից ես դեմ չեմ իհարկե, բայց այդ փաստորեն սա մի գաղտնի բանակ էր, որը Հայաստանում պատերազմ էր վարում մեր դեմ, բայց մենք անգամ ծավալը չենք պատկերացնում։ Մենք գիտենք, որ որոշ գրանտակերներ կան, բայց որ այսպիսի թվեր են, այսպիսի ծավալ այս բանակուն, այս գաղտնի բանակը, ես չգիտեի, այս թվերը դեռ պետք է տարբեր աղբյուրներ տարբեր բաներ են ասում, բայց այդ թիվը 247 միլիոն կարծեմ, այդ թիվը մի քանի աղբյուրներում ես տեսել եմ եւ պաշտոնական հայտարարություն եղել է։ Ամբողջությամբ դա երևի չի ծախսվել բլոգերների եւ լրագրողների վրա, բայց դրա մեծ մասը գուցե հենց դրան գնացել է։ Եթե դուք համեմատեք սա այն գումարներին, որոնք մենք գիտենք, որոնք ծախսվել են Ուկրաինայում թիվը 30 միլիարդ էր, 30 միլիարդ, մեր մոտ մենակ միլիոնների մասին, այնտեղ 1000 անգամ ավելի շատ։ Վրաստանում տասնյակ միլիոններ են ծախսվել, վրաց կառավարությունը, Վրաստան ներկայացուցիչները որոշ թվեր տալիս են եւ դա համապատասխանում է։ Այնտեղ կարծեմ 40 միլիոնի մասին է խոսում։ Ցանկացած դեպքում մենք խոսում ենք տասնյակ միլիոնների մասին եւ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր, տասնյակ մեդիա ԶԼՄ-ների, տասնյակ մեդիա հարթակների եւ հարյուրավոր, ոչ թե մի քանի, ասենք 20-30, հարյուրավոր բլոգերների եւ ժուրնալիստների, լրագրողների մասին, որոնք ուղղակիորեն փող են ստանում, որպեսի փոխել հասարակական կարծիքը Հայաստանում։ Տեսեք, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ եթե դուք ունեք 240 միլիոն դոլար, դուք կարող եք մեր երկրում գաղտնի ձևով այս բանակը ուղարկել մեր մոտ եւ փոխել մեր հասարակության կարծիքը։ Այսինքն դուք կարող եք ղեկավարել մեզ երկրից դուրս։ Հենց այս պատճառով Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Անգլիան եւ ուրիշ երկրները ունեն մի օրենք, որոնցով եթե դուք միջոցներ եք ստանում արտասահմանից եւ զբաղված եք քաղաքական կառուցվածությամբ, դուք պետք է համարվեք արտաքին ազդեցության գործակալ, որտեղ իրականությունը դա է։ Մենք շատ անգամ ես վերջերս ասում ենք, մենք ոնց դառանք սա, մենք ոնց հասանք սրան։ Հենց սենց էլ հասանք, որտեղ մենք ունենք այս գաղտնի բանակը, որը մտավ Հայաստան տասնյակ միլիոնավոր դոլարներով։ Դուք տեսեք ինչ ատելություն սերմանեցին ղարաբաղցիների դեմ։ Ես չեմ ասում, որ նրանք բոլորը հրեշտակ են, բայց Այսինքն մի նպատակը ամբողջ ժողովուրդ։ հակառուսականություն եւ հակաարցախյան տրամադրություններ Այո, այո, հակառուսականություն, որ մեր բոլոր պարտությունների մեղավոր Ռուսաստանը, չնայած Ռուսաստանը փորձեց կանգնեցնել պատերազմը, առաջարկեց վարժություններ անցկացնել, որոշ սխալներ, այո, թույլ տվեց, ես էլ որոշ դժգոհություններ ունեմ, բայց Ռուսաստանը գոնե ինչ որ չափով օգնեց եւ պատերազմի ժամանակ եւ 3 անգամ փորձեց կանգնեցնել պատերազմը եւ մենք ունեինք նոյեմբերի 9-ի պայմանագիրը։ Բայց նրանք ասում են մեր ամենաոխերիմ թշնամին ռուսներն են, իսկ Թուրքիան մեր ընկերն է, այսինքն այն երկիրը, որը կազմակերպեց 5000 հայ տղայի սպանությունը, այս պատերազմը, Իսրայելը, որը զինեց Ադրբեջանին, մի խոսք չի ասվում դրա մասին, մեր բոլոր ուշադրությունը մենք տալիս ենք Ղարաբաղցիներին, Ռուսաստանին եւ նախկինների թալանին։ Այսինքն սա մի ամբողջ երկրի նվաճում էր, ինֆորմացիոն ձևով, գաղափարախոսական ձևով նրանք զավթեցին Հայաստանը։ Այս տասնյակ միլիոնավոր դոլարները, դուք գիտեք, մեր մոտ այնպես չէ, որ մենք շատ հարուստ ենք, մեր հասարակությունը հարուստ չէ, եւ այս տասնյակ միլիոնավոր դոլարներով տեսեք, որ նրանք փաստորեն ծախեցին մեր
հասարակությունը, մեր երկիրը, մեր ղարաբաղցիներին, մեր ընկերներին առաջ երգում էին Ղարաբաղցին, հիմա ղարաբաղցիները դառան ամենա այսինքն թիրախավորված մի խումբ։ Մարդիկ անգամ բաց եղած ասում են ինչ լավ է որ գնում են Հայաստանից։ Տեսեք ինչ հիանալի, այսպես ասած, շակերտների մեջ հիանալի արդյունք։ Դուք մի ամբողջ երկիր զավթում եք եւ այս ժողովրդի քաղաքական մտքերը, կարծիքները եւ հասարակական կարծիքը ձեր ձեռքի մեջ է։ Դուք կարող եք ոնց ուզում եք ղեկավարեք։ Հասկանում եք։ Հայաստանում USAID-ի ֆինանսավորումը դադարեցվեց, մի շարք ծրագրեր փակվեցին, դա նշանակում է, որ նաև ֆինանսական կրճատումներ եղան։ USAID-ի փակումը ինչ է նշանակում Հայաստանի համար։ Սա նշանակում է միայն այդ աշխատատեղերի կրճատումը, ծրագրերի փակվելը, թե այլ նշանակություն ունի, օրինակ այն, որ Հայաստանի կառավարությունը այսպես կոչված ինչ որ բարեփոխումներ ավարտին հասցնելու համար այլևս պետք է իր միջոցներից այդ գումարները տրամադրի։ Իմ կարծիքով իհարկե նույն ծավալով չի լինի, բայց այդ գումարները կտրամադրվեն գուցե անուղղակիորեն։ Գուցե կամ ասենք մասնավոր ֆոնդերից, կամ որոշ մարդիկ ցավոք սրտի նաև մեր սփյուռքում են համագործակցում այս խայտառակ կառավարության հետ։ Այսինքն նրանք փորձեն ալտերնատիվ գտնել եւ այդ կանալները շարունակում են գործել։ Դուք այդ կանալների անունները գիտեք եւ այնտեղ նշված է Civilnet, Factor TV, իհարկե ռադիո ազատություն։ Ես ժամանակին շատ լավ էր վերաբերվում ռադիոյի ազատությանը եւ Civilnet-ին եւ այլն, բայց անհնար է չտեսնել, որ նրանք ուղակի քարոզչություն են տանում մեր երկրում, որը ուղղված է մեր ժողովրդի դեմ։ Եվ եթե դուք ինչ որ կարծիքներ եք հայտնում, որը չի համապատասխանում իրանց պաշտոնական գծին, նրանք ձեզ դնում են սև ցուցակի վրա, ինչպես ինձ։ Այլևս ինձ այդտեղ ոչ միտեղ չեն կանչում պլյուս բոլոր արտասահմանից եկող լրագրողներին, որոնք փորձում են իմ հետ կապնվել, արգելվում է իմ հետ խոսել։ Տեսեք դեմոկրատիան։ Սա է եվրոպական արևմտյան դեմոկրատիան, երբ որ արգելում են ձեր հետ խոսել։ Իսկ ուսանողներից, որոնք իմ ուսանողներն են Սլավոնական համալսարանում, սպառնում են, որ կհեռացնեն համալսարանից, եթե իմ հետ հանդիպեն։ Համալսարանից դուրս։ Դուք տեսեք, սա է դեմոկրատիան, սա է մարդու իրավունքները, սա են արևմտյան արժեքները, քաղաքակիրթ արևմուտքի, սա փաստորեն նրանք գիտեք ինչն են զայրացնում, որ այդպես երկու երեսայնություն է իրանց այդ երեսպաշտությունը եւ հետո նրանք նախկիններին քննադատում են թալանի համար։ Այո, եղել են շատ մեծ չարաշահումներ, անարդարություններ եղել են, դա պետք է ուղղել, իհարկե, բայց այսպիսի ծավալով նախ ես չեմ հիշում, որ այսպիսի ծավալով թալան լինի, եւ երկրորդը նախկինները գոնե մեր երկիրը չէին ծախել։ Նախկինները Ղարաբաղը չէին ծախել։ Մենք գոնե ապահով ենք, գիտենք, որ այո, թալան կա, բայց նրանք մեր երկիրը չէին ծախել։ Իսկ դուք ծախեցիք ձեր ժողովուրդը, ծախեցիք ցեղասպանությունը, Արարատը, Ղարաբաղցիներին, մեր արժանապատվությունը, դուք ծախեցիք ձեր գրանտերի համար, եւ մենք մենակ հիմա ենք սկսում տեսնել, թե այդ գաղտնի բանակը ինչ ծավալ ուներ։ Ես կարծում եմ, ասենք 5 հոգի, 10 հոգի, հարյուրավոր մարդիկ անցել են այդ տրեյնինգներով։ Դե դուք կարող եք պատկերացնել իրենց ինչ են սովորացրել այդ տրեյնինգների ժամանակ։ Պարոն Խաչիկյան, USAID-ի փակումը ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ իսկապես այլևս ֆինանսավորում չի լինի, թե սա նշանակում է, որ օրինակ ամերիկյան վարչակարգը կփորձի իր գործը այլ կերպ անել, օրինակ չկա USAID, բայց կարող է լինել մեկ այլ կառույց, կազմակերպություն, որը այդ նույն սխեմայով չի աշխատի, փոփոխություններ կկատարի, բայց ելի իրենց նպատակը կարող է լինել իրենց, այսպես ասած, ժողովրդավարությունը վաճառելը աշխարհին։ Իհարկե երկրորդը, նրանք ուրիշ խողովակով դա կբերեն, չգիտեմ նույն ծավալով կլինի թե չէ, որովհետև պարոն Տրամպը չի ուզում ծախսել ամերիկացիների հարկատուների այդ միջոցները այսպիսի քարոզչության վրա, բայց ինչ որ ուրիշ ձևով կարող են անել, այո, կարող են գուցե ոչ նույն ծավալներով։ Եվ ինչպես ասեցի, կարող են ինչ որ մասնավոր աղբյուրներից էլ փող գտնեն, բայց սա խայտառակություն է։ Սա մի ամբողջ երկրի նրանք խոսում են սուվերենությունից, չէ՞, խոսում են ինքնիշխանությունից։ Դուք մի ամբողջ երկիր դարձնում եք ձեր գաղութը։ Մենք փաստորեն կոլոնիա ենք դարել։ Նրանք մեր երկրի դրսից ղեկավարում են մեր երկիրը, որովհետև նրանք ղեկավարում են մեր ժողովրդի գիտակցությունը, որովհետև նրանք գտան հարյուրավոր, ցավոք սրտի, հարյուրավոր բլոգերներ եւ լրագրողներ, որոնք պատրաստ են ծախել իրենց ժողովուրդը, ծախել իրենց հայրենիքը այդ դոլարները ստանալու համար։ Փաստորեն դոլարը հաղթեց Ղարաբաղի պատերազմը։ Այսքանը պարոն Խաչիկյան, շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն։